22 միլիոն դրամ։ Այսքան գումար է 2025 թվականին հանրային հեռուստաընկերությունը վճարել Individuum Casting SPԸ-ին հեռուստալսարանի ապահովման ծառայություններ ձեռք բերելու համար, եթե ավելի պարզ, հանրայինի հաղորդումների ընթացքում ծափահարողների համար։ Individuum Casting SPԸ-ն եւ հանրային հեռուստաընկերությունը այս տարի երկու պայմանագիր են կնքել 12 եւ 10 միլիոն դրամ արժեքներով։ Երկու պայմանագրերի դեպքում էլ մրցույթ չի անցկացվել։ Ծառայությունը ձեռք է բերվել 1 անձից գնման ընթացակարգով։ Համաձայն գնումների մասին ՀՀ օրենքի գնումը կարող է կատարվել 1 անձից, եթե գնման գինը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Համաձայն պետական գնումների Armeps հարթակի տվյալների 2020-2025 թվականների ընթացքում Individuum Casting SPԸ-ի հետ կնքվել է 13 պայմանագիր։ Դրանցից 12-ը հանրային հեռուստաընկերություն ՓԲ-ի հետ, մեկը վարչապետի աշխատակազմի։ Այս պայմանագրերի ընդհանուր գումարը 80 միլիոն 422 հազար դրամ է։ Դրանցից միայն 4-ի դեպքում գնման գինը չի գերազանցել 1 միլիոն դրամը։ Հետքրքրավոր հարցում ուղարկեց հանրային հեռուստաընկերություն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲ-ի ֆինանսական տնօրեն Արարատ Հակոբյանը հարցմանն ի պատասխան նշել է, որ համաձայն կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի համար 526N որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի, հատուկ եւ բացառիկ իրավունքի առկայության հիմքով հեռուստահաղորդումների պատրաստման ընթացքում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը բացառությամբ շինարարության կարող է ձեռք բերվել 1 անձից գնման ընթացակարգով։ Սակայն հարց է առաջանում, ինչպես կարող է հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայություն լինել հանդիսատեսի ապահովման ծառայությունների մատուցման դեպքում։ Ըստ էության, ծափահարողների մասնակցությունն ապահովելու ծառայությունը չի ենթադրում որևէ ընկերության կամ անձի հատուկ կամ բացառիկ իրավունք։ Համաձայն պայմանագրի Individuum Casting SPԸ-ն պետք է ապահովեր հանդիսատեսի ներկայություն հանրային հեռուստաընկերության հաղորդումների ընթացքում։ 1 անձի 8 ժամ տևողությամբ նկարահանման մասնակցությունը ապահովելու համար հանրայինը Individuum Casting SPØ-ին վճարել է 2900-ից 4500 դրամ։ Գումարի այս միջակայքը կապված է հանդիսատեսի տարիքի հետ, մասնավորապես 18-ից 50 տարեկան մեկ հանդիսատեսի համար ընկերությանը վճարվել է 4500 դրամ, իսկ 50-ից բարձր տարիքային խմբի համար 2900 դրամ։ Հատուկ կերպարների ներգրավման համար ընկերությանը վճարվել է 11150 դրամ։ Մենք նաև գրավոր հարցում ուղարկեցինք Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, խնդրելով նշել, թե արդյոք խնդիր չի տեսնում տարիքով պայմանավորված նույն աշխատանքը կատարող մարդկանց տարբեր գումարներ վճարելու մեջ։ ՄԻՊ-ի գրասենյակից պատասխանել են, որ իրենք իրավասություն չունեն մասնավոր ընկերությունների վերաբերյալ գործեր քննել, եւ մեր հարցումը վերահասարակրել են առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին։ Individuum Casting SPԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին։ Ընկերության սեփականատերը Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն է։ Աշոտ Սարգսյանը ավականու անդամ է ընտրվել նաև 2018 թվականին Իմ քայլը խմբակցության ցուցակով։ Սարգսյանը 2018 թվականի օգոստոսից քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ 2019-2020 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականի պաշտոնը, իսկ 2020-2022 թվականներին ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը։ Այս պատմության մանրամասները կարող եք կարդալ հետքում, իսկ մեր հետագա հրապարակումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ հետևեք մեզ սոցցանցերում։